Բախտի բերումով ասեմ, թե ճակատագրի բերումով ինձ բախտ վիճակվեց ասենք նկարանման հրապարակում հանդիպել մեր Կիմ Երիցյանին եւ այդտեղ ծնվեց մի ծրագիր, որը մեր պապիկի 75-ամյակն էր, ցավոք սրտի մեր ղեկավար մարմինները մոռացել էին մեր պապիկին եւ դա թող հնչի եւս մեկ անգամ եւ ծնվեց մի բան, որ ես խնդրեցի պապիկին, որ պապիկ թույլ կտաս, որ ես Վլադ Կոստուձյան համատեղ փորձենք իրականացնել քո ծննդյան 75-ամյակը եւ այդտեղ ծնվեց նաեւ այդ միջոցառումը շատ հիանալի անցավ եւ ծնվեց այդ հուշամեդալը եւ մենք նվիրեցինք մեր պապիկին մի հատ նկարենք Հապե, չի կարելի Բան նկարանում գնում է, թե բեկարում է սերան դետի երախոսի Վերցոց հապե, գնաց մեջ է Շատ միշտ նեղացնեմ, դրա համար Մեզ դիմավորում են մեր ընկերները, Գիտես ինչ, մենք կինոստուդիայում ենք Չէ, դիպել չի նկարել ընկերները մեզ դիմավորում Հետո, որ ասեցի Դու որ չխոսայր էլիք ստացվեր Եմեկ հումոտ ստացվեց Ես հատուկ բար եմ ասում Հաջողություն Հաջող պապիկ եմ Գնում է Սո Մեր օրը շարունակվում է սիրելի հեռուստադիտողներ եւ օրվա ընթացքում եկանք միտեղ, որտեղ գուցե ամեն օր կամ չգիտեմ, ինչ հաճախականությամբ է այցելում այստեղ Վովան։ Ну հաճախ ենք լինում այստեղ, իմ ընկերներն են այստեղ աշխատում եւ ես իմ առօրյայում անպայման օրվա մեջ իմ ընկերներին հանդիպում եմ եւ փորձում ենք ինչ-որ մի փոքր ճաշենք։ Գիտեմ, որ համերգ կազմակերպելը շատ այդքան էլ հեշտ աշխատանք չէ, այդքան էլ հեշտ գործ չէ, փաստորեն անընդհատ շարժի մեջ, անընդհատ մարդկանց հետ հանդիպումներ ու տարբեր խոսակցություններ, բայց նաեւ դրան համատեղ զուգահեռ գտնում ես ժամանակ ընկերների հետ շփվելու, ազատ ժամանակ անցկացնել։ Արտադիր առանց ընկերների չի լինի մեր առօրյան եւ այդ կազմակերպելն էլ է անպայման ընկերների միջոցով է լինում, քանի որ մարդ առանց ընկերների դա ես համարում եմ մարդ չի։ Լավ, մոտենանք արդեն սեղանին, որտեղ էլ կփորձենք զրուցել ընկերների հետ, նախ կխնդրեմ ներկայացնես, բարև ձեզ։ Կխնդրեմ ներկայացնես բոլորին, ովքեր այս սեղանի շուրջ են։ Ուրեմն իմ ընկերներն են բոլորը, սկսեմ Վլադ Կոստուձյայի տնօրենից, Լևոնից Բարսեղյան, Էդիկին երևի ճանաչում եք արդեն, երգիչ, երգահան, հումորիստ չեմ ասում, արդեն դերասան, որ իմ տեսաերիզում նկարահանվել է, եւ իմ ընկերները Ալիկը, Սլավիկը եւ Գիվին, իմ լավ բարեկամները, որոնց հետ շատ կարճ ժամանակ է, որ ճանաչում եմ, բայց այնպես է, որ արդեն մեր օրը առանց իրար չի անցնում եւ իմ հիանալի ընկեր Հայկը, ես կխնդրեի մեր օպերատորին Հայկին էլ վերցնել, որ ես խոստացել եմ, որ եթե մեր հանդիսատեսը կընդունի Վովա 1, ես դերասան չեմ տեսաերիզը, երկրորդում պարտադիր մեր Հայկը ինձ հետ կնկարահանվի, որովհետև տաղանդավոր տղա է եւ ունի այդ ունակությունները, ափսոս որ դերասան չի դարել։ Փորձենք զրուցել Հայկի հետ, որովհետև ասեմ հեռուստադիտողներին, որ այսօր ողջ օրվա ընթացքում Հայկը մեզ հետ է եղել, բայց կադրից մի փոքր հեռու է գտնվել, այս պահին առիթը ստեղծվեց զրուցելու։ Հայկ, ողջ օրվա ընթացքում այսօր Վովայի հետ եք, դժվար չէ շփվել ու շփումը հաստատել Վովայի հետ։ Ես շատ հաճույք եմ զգում, որ նման ազնվորության հետ ընկերություն եմ անում եւ մտերմություն։ Ես նրանով ապրում եմ, ես նրանով հիանում եմ
եւ ոչ թե միայն ես, այլ իմ բոլոր ընկերությունը եւ մեր բոլոր հայ ազգը։ Եվ ես ասում եմ, Վովա նա դերասան չի, ինքն է ասում դա, բայց թող այդ մեր կարծիքը մենք արդայնվենք, իր կարծիքը մեր համար շատ քիչ է, շատ քիչ է։ Որովհետեւ իմ կարծիքով ինքը ոչ թե դերասան է, այլ ինքը աստղային հիվանդ է, դենց կարելի ասել, որովհետեւ այսօրվա դրությամբ ես էլ եմ կրկնում, Վովան իմ լավ աղբերն է, եւ ես նրանից հաճույք եմ զգում։ Ես կարող եմ 3 սուտկա չքնեմ, բայց իր կողքը նստելով ես զգում եմ, որ ես քնես արթնել եմ արդեն 100%։ Ես լենականցի տղա եմ, բայց թե ուզում եմ մի բան իրան նվիրեմ։ Իմ կյանքից, որ ինքը ինձ հիշի, ոնց որ ինքն է մեզ նվիրում, մեր հայ ժողովրդին, իմ լավ ընկերներին, եւ այսօրվա օրով ես ասում եմ, ինքը գալիս է աստե, մեզ հետ հացաուդում, իր առօրյան անցկացնում է, հանգստացնում, մեզ էլ հետ նա հանգստացնում եւ գնում։ Ես ինչ էլ ասեմ քիչ է, շատ քիչ է, որովհետեւ ինքը շատ լավն է ու շատ բարեղ, ես իր ոնց ասեմ, ես մարմինին որ նայում եմ արդեն ասելս վախում եմ, բայց շատ լավն է, ես մարմնի հետ մեկտեղ շատ մեծ հոգի ունի եւ բոլորի համար բարեխիղճ ձևով աղբեր վազում է եւ կատարում է իր գոլեգաների համար, թե իր ընկերների համար, նրա համար բոլորը հավասար են։ Հանձինս իր հայ ժողովրդի համար։ Ինքը միշտ ցանկություն ունի, որ բոլորի երեխաների դեմքին ժպիտ լինի, բոլորի դեմքին ժպիտ լինի։ Եվ ես ցանկություն եմ հայտնում իրան, թող Աստված իրան քաջառողջություն տա, որ ինքը կարողանա մեր հայ ազգին բոլորին այնքան ուրախացնի, այնքան երջանկացնի, որ բոլորի դեմքին միշտ լինի ժպիտ եւ ուրախություն, ծիծաղ, ձեր ցավոտ անեմ, այդքան բան կարող եմ ասել։ Ինչպես միշտ գյումրեցիները շատ ջերմ են ու շատ խոսքերում շռայլ չեն, ասեմ ձեզ, սիրելի հեռուստադիտողներ։ Դուք ինչ կարող եք ասել Վովայի մասին, որքան ժամանակ է ճանաչում եք, ինչ խոսքեր կարող եք ասել նրա մասին։ Ես Վրաստանցի տղա եմ։ Ես որ Վրաստան փոքր էի, տելևիզոր էի նայում, Վովային որ տենում էի, ասում էի, արա Դες բախտ կվիճակվի, որ այդ մարդու հետ ընկերություն անեմ, այնքան, ասենք, տղավարի այնքան լավ մարդ է, էլի։ Ու ոնց որ ասած բախտ վիճակվեց եկա Հայաստան։ Մեր Վովայի հետ սկսեցինք ընկերություն անել, ցավը տանեմ, լավ կարգին տղա է, հավեսով։ Ամեն օր հետ նստես, ուտես, խմես, ծիծաղով, մանով չես կշտանա, ոնց որ ասած, էլի։ Շատ հավեսով, կարգին, Վովա ջան, ցավը տանեմ։ Ուրեմն լավ աղբերն ես, լավ ընկերն ես, որ ոնց որ ասած սաղ Հայաստանն էլ, սաղ Վրաստանն էլ, ոնց որ ասած սաղ Սփյուռքահայերն էլ կուզեն քո հետ ընկերություն անեն, մի հատ գոնե քո հետ նստեն, հելնեն, բաժակ չխկզնեն, ոնց որ ասած մեր ադաթով էլի, ցավը տանեմ։ Մեր Վովան մեր մեծն է, մեր աղբերն, ընկերն է, ոնց որ ասած իր հետ պատիվ է մեզ նստելը, իր հետ իր կողքը նստել, իր հետ բաժակ չկսնել, իր հետ խոսալ, այսենց ոնց որ ասած հաճույք է ստանամ, էլի։ Ինչպես նաև այսօր։ Ինչպես նաև այսօր, ճիշտ է, մենք մեծ պատիվ է մեզ, մեր Վովայի կողքը ընկերություն անել կողքը լինելը, մեր Վովան էլ մեր կողքը լինելը, այդքան բան ցավը տանեմ։ Շնորհակալություն, միշտ այսպես ամուր միասին լինեք։ Էձիկին դե բոլորս ճանաչում ենք արդեն։ Չես սպասում, որ այսօր կարող է Վովայի հետ միասին 30 րոպե հաղորդաշարի ազնագազմը այստեղ լիներ, քանի որ ես բարի նախանձում եմ, որ առավոտյանից ձեզ հետ միասին չեմ եղել, հայտնի գիրին ամեն ինչ ասեցին, ինձ թվում է բան չթողին ասելու, բայց ինչքան կարող եմ կշարունակեմ։ Իրոք շատ ուրախ եմ նման ազնվորության հետ ծանոթանալը, նման ազնվորության հետ քայլ գցելը։ Այսօր այսպես կարող եմ ասել, արվեստի աշխարհում բոլորս ենք ճանաչում Վովային, իրոք մոտակա ժամանակներից դուրս գա Վովա, տեսա երիզը, որի մեջ ինձ էլ է բախտ վիճակվել, երկու սկեչ, այսպես ասած, դերասան որպես կատարել եմ, չգիտեմ, ճիշտ է, Վովան այնտեղ Ձաներիզի էջում ալբոմի վրա գրված է, որ ես դերասան չեմ, դա իր կարծիքն է, որ դերասան չէ, ինձ թվում է, որ ընկերներով մենք համամիտ ենք, որ թողենք մեր ժողովրդի դատի վրա, ժողովուրդը դատը կտա, Վովան դերասան է, թե դերասան չէ։ Ես ողջունում եմ Վովային, շնորհավորում եմ եւ թող տա Աստված իրոք
Գիտեք է, գոնե մի փոքր կարողանանք մեր ժողովրդի, մեր հայազգին նման մարդկանց շնորհիվ կարողանանք մի փոքր թեթև ժպիտ տանք։ Շատ շնորհակալություն, ինչ ամուր ընկերություն է, սա արդեն հրաշալի։ Շարունակենք զրուցել այն մարդկանց հետ, ովքեր այստեղ են այս սեղանի շուրջ, որովհետև շատ հաճելի է լսել նրանց կարծիքը Վլադիմիր Կոստանյանի հետ մասին։ Ես շատ ուրախ եմ, որ հավաքված ենք այսօր միևնույն սեղանի շուրջ եւ խոսում ենք մի շատ լավ անձնավորության մասին, մեր սիրելի Վովայի, այսպես ասած, մեր սիրելի Տարզանի, որին բոլորս շատ սիրում եւ հարգում ենք, եւ ինձ նույնպես բախտ վիճակվեց ծանոթանալ նման անձնավորության հետ։ Կարճ ժամանակամիջոց է, որ ծանոթացել ենք միասին, բայց ես մեծ բավականություն եմ ստանում այսպիսի լավ մարդուց։ Ես ուզում եմ շատ լավ բաներ ցանկանալ մեր սիրելի Վովային, այս կանը։ Լավ, շնորհակալություն, մոտենանք արդեն ինչպես ներկայացրեց Վովան Վլադկո ընկերության նախագահ տնօրեն, դուք փաստորեն բավական արդեն երկար ժամանակ է ինչ ճանաչում եք Վովային, ինչ կարող եք ասել եւ խնդրեմ հիշեք իր խոսակցական, հա, լեքսիկոնից ինչ որ մի բառ, որը հաճախ է կրկնում օրվա ընթացքում։ Այդ որ ասեմ, ուղղակի չեմ կարողանում։ Ամեն դեպքում ինչքան որ ճանաչում եմ, այսօր էլ կարողանում եմ Վլադկո ստուդիայում տնօրինել, կարողանում եմ աշխատել եւ հպարտորեն առաջնահերթ կարողանում եմ ընկերություն անել, նոր երկրորդական ասենք գործերի մեր ընդհանուր աշխատանքների հիման վրա առավոտյան ժամը 10-ից մենք միասին ենք մինչև ժամը երեկոյան այն ժամը, որը որ մենք երկուսով բաժանվում ենք տուն գնալուց։ Մնացած ամբողջը մենք անցկացնում ենք իրար հետ։ Գործնականում դժվար չէ շփվել։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Պահանջկոտ է, բայց կարողանում եմ այդ պահանջները այնպեսի շրջանցեմ, որ չզգամ ես։ Հաճույքով կատարեմ աշխատանքները։ Շատ բարի, շնորհակալություն ձեր համագործակցությանը, ձեր աշխատանքին մաղթենք հաջողություն եւ մոտենանք ձեզ։ Ուրեմն շատ ուրախ եմ, որ այսօր մենք նստած ենք Վովայի հետ եւ նման այսպես մեր ընկերների հետ։ Ուրեմն ես Վովային շատ քիչ ժամանակ է որ ճանաչում եմ, երևի շուրջ մի 3-4 օր է, բայց մենք այս 3-4 օրվա ընթացքում ունենք սա դասավորվում, որ անհամբեր սպասում ենք մեր գործի ավարտից հետո որ իրար տենանք միտեղ։ Նստենք միտեղ իրար մի կտոր հաց ուտենք, ասենք մի բաժակ բան խմենք իրար հետ, չնայած Վովան չի խմում։ Ուրեմն Վովան ինքը ասում է, որ ինքը դերասան չի, բայց դա իր կարծիքն է իրոք, տղաներն էլ ասեցին։ Ես ընդունում եմ Վովային որպես իրոք դերասան, որովհետև եթե ամբողջ ժողովուրդը իրան հարգում է դերասան, ուրեմն ինքը դերասան է։ Եվ այդքան բան, ոնց թվում է, տղեկը լրիվ ասեցին, եւ Վովային էլ ցանկանում եմ իր նորանոր ստեղծագործությունների մեջ լիքը հաջողություն։ Շատ բարի, շնորհակալություն ձեր ընկերությանն էլ մաղթենք երկար տարիների կյանք, այսքան գեղեցիկ ու բարի խոսքեր լսելուց հետո ինչ կարող ես ասել։ Ինչ կարամ ցելարդոս, այսպեսի բաներ լսելուց հետո պարտավորություն եմ արդեն վերցնելու ինձ վրա, որ ինչ որ արվել է իմ կյանքում, ավելի երևի աշխատեմ, որ մեր ժողովրդին մի փոքրիկ ավել ծիծաղ պարգևենք։ Դուք ասում եք, որ դուք դերասան չեք, բայց այսքան մարդ եւ ողջ հայությունը ասում է, որ դուք դերասան եք։ Շնորհակալություն ձեզ, որ այսօր մեր կողքին եք, ձեզ էլ շնորհակալություն, մենք կհանդիպենք դեռ կարծում եմ, իսկ ձեզ սիրելի հեռուստատողներ առաջարկում եմ հետևել մեր հաղորդմանը, դեռ օրը շարունակվում է եւ օրը առջևում է։ Մնացեք մեզ հետ։ Էդի քանի որ խոսեցինք տեսաերիզի նկարահանումներից, բնականաբար նկարահանումների ընթացքում զավեշտալի դեպքեր եղած կլինեն, ոնց էլ չլինի։ Կարող եք հիշել պատմել։ Ուրեմն ասեմ յուրաքանչյուր նկարահանումների հետ կապված, երբ որ նկարահանումները կատարվել են, ամեն նկարահանում ունի իր զավեշտալի հետաքրքիր դեպքերը, բայց կցանկանայի մի հետաքրքիր դեպք պատմել իմ նկարահանման հետ կապված, զավեշտալի դեպք, երբ որ մենք նկարահանվում ենք, այնտեղ վերնագիրը թառ է կոչվում, հումորը, այնպես ստացեց, որ մեզ իրականում դագաղ էր պետք,
Եվ Վովան Վլադիմիրը ասեց, եկեք գնանք մեզ մոտ Մալացիա հիվանդանոցում, ասեց մտնենք անատոմիկում խնդրենք, իրենք գուցե մեզի կօգնեն դագաղով, ճիշտ ասած վախում էի դագաղին մոտենալը, բայց սցենարը այնպեսին է, որ պետք է դագաղը անպայման լինի։ Ու դագաղի որ դնում ենք դրսում, մուտքը այնպեսին է, անատոմիկն է, պետք է ներս մտնես ու փակվես, իբր թե մտանք մահացողի տունը։ Ես տեղյակ չէի, որ այդ ժամանակ անատոմիկում իրականում կային մեռելներ պարկած, երբ որ մանվել հետ միասին, մանվել հետ արդեն երբ որ ես բարև եմ տալիս մանվելը ներս ենք մտնում, մի դուրը փակեցի,